Բայց գիտեք միակ զգացողությունը որն էր։ Վենսը կասի, որ ես գնացել էի մի երկիր, որտեղ ես ամենաբարձր պաշտոնյան էի, ես իմ հետ տարել էի այսքան ներդրումային փաթեթ, այնպիսի պայմանագրեր, որ Հայաստանը իր կյանքում չէր տեսել, բայց փաստորեն Հայաստանում կար մի հատ իրավիճակ, երբ որ Վենսի խոսքը մի քանի ժամվա մեջ սկսեց համացանցում տարբեր ձև մեկնաբանվել եւ հասավ նրան, որ մի հատ էլ օթանավ նստելուց առաջ Վենս ասաց. «Այո, ես ուղիղ ներդրումների մասին եմ խոսել, Ժորժ ջան»։ Իսկ թվում է երեք այդ մարդուն ասել են, «Ստեղ մի հատ վայնասուն են կապել քո խոսքից»։ Մի հատ նորից ասա, որ այտենց բան ես ասել եւ ինքը, այսինքն, չգիտեմ, էլ ինձ թվում էր, որ ինչ որ հարցեր կան պետության, պետականության ու երկրի հետ կապված, որ քաղաքական շահարկումից բացի պիտի նաև դա ընդունես որպես քո պետության համար լավ բան, չգիտեմ, դու էլ տեղավորվես այդտեղ, քննադատությունն էլ քննադատություն, բայց Հայաստանի ընդդիմությունը ռուսական թևի ընդդիմությունը կարծրատիպեր է կոտրում իր մտածելակերպով էլի։